ներու մասին։ Ինչպես կտեսնեք, որ աշխարհը շատ դխուր վիճակի մեջ է։ Ամենտեղ երկրաշարժներ, ամենտեղ պատերազմներ եւ դակավին, ինչպես որ ավետարանը մեզ սովորեցն է, որ այս բոլորը դակավին սկիզբն է երգանց։ Այսինքն սա ցավերու սկիզբն է։ Անշուշտ է մեզի համար մխիթարություն է ավետարանի խոսքը այն իմաստով, որ մենք լավ դեղեկացված ենք, լավ ինֆորմացված ենք, ինչպես որ գսեք, այս բոլոր եղելություններու իրադարձություններու մասին, որ այսպես պիտի լա եւ այսպես պետք է լա։ Եվ դա Աստծո նախախնամության մեջ է այս ամեն ինչը եւ Քրիստոս ավետարանի մեջ ըսավ այս մասին, մեզ զգուշացուց այս մասին եւ նաեւ մենք եւ որ գսերդենք հայտնության գիրքը մանավանդ այս վերջին շրջանին, մանավանդ վերջին անգամ մենք սորվեցանք, որ մենք միայն գրնանք ամենս էլ եւ որ Աստված այսպես նախատեսած է, միայն մենք գրնանք ամենս էլ։ Անշուշտ է միևնույն ժամանակ մենք կհուզվենք բոլոր այն մարդոց համար, որոնք իրենց կյանքը գործընծուցին այս կամ այն պատճառով, ոմանք երկրաշարժի պատճառով, ոմանք հիվանդության պատճառով, ոմանք ուրիշ աղետի պատճառով, այսինքն ամեն մեկը ցևով իր կյանքը գործընծուց եւ մեկնեցավ այս աշխարհեն։ Եվ այս բոլորը մեզ անշուշտ է գդխրեցնե։ Ինչու գդխրեցնե, որովհետեւ մենք որպես քրիստոնյաներ հետևելով Քրիստոսի խոսքին, մենք չենք ուզեր, որ որևէ մեկ մարդ բաժնվի այս աշխարհեն առանց որ փրկված ըլլա։ Այսինքն առանց Քրիստոսը ճանչնալու, առանց հավիտենականության մասին ծանոթանալու, ուղղակի երթա դժոխք կամ երթա անթունդ սա մեզի համար ցավ կպատճառե եւ մենք անոր համար դխուր ենք։ Բայց ի վերջո բոլորս յուրաքանչյուր մարդ ինչ որ ցևով մը պիտի մեկնի այս աշխարհեն։ Բայց Երանի անոր որ նախաբես գիտնալով, պատրաստվելով, հոգեբես պատրաստվելով ինքը դերը թիմավոր է եւ մեկնի այս աշխարհեն, սա ամենամեծ մխիթարությունն է մեզի համար, բայց այսօր մենք կտեսնենք, որ դա չէ, իրավիճակը դա չէ, իրականությունը այն չէ, իրականությունը այն է, որ մեծ մասամբ մարդիկ առանց Քրիստոսը ճանչնալու գմեկնին եւ մարդիկ համար գարչած են իրենց որոշումին, որ իրենք չեն ուզեր ճշմարտությունը ճանչնալ եւ որովհետեւ ճշմարտությունը չեն ճանչնար, այդ ճշմարտությունն ալ պիտի չբրգեզ իրենք։ Առանց Քրիստոսի ճանապարհ չկա դեպի երկինք։ Դիրող իրավիճակը աշխարհի մեջ սիրելիներ շատ տխուր է։ Մենք հավանաբար միայն գտեսնենք այնինչ որ մեր աչքին տեսանելի է։ Ռակի համար վերջին շրջանին տեսանք երկրաշարժը եւ այդ երկրաշարժը դակավին չավարտվեցավ, անիկա դակավին կշարունակե։ Առաջին օրը Թուրքիա էր եւ Սուրիայի մեկ քանի մասերը հարվածվեցավ, բայց երկրորդ օրը շարունակեց, 7-րդ օրը շարունակեց, երեք արդեն Լիբանանի մեջ էր երկրաշարժը, միջերկրական ծովի մեջ ցնցվեցավ, թեպետ շատ փոքր էր, 4.5 աստիճանի էր ծովի մեջ, իսկ եթե հանգարց գսենք գիտնականները, եթե 7 աստիճանը անցնի ծովի մեջի երկրաշարժը, այն ժամանակ ցոնամի գլա եւ այդ ցոնամին եթե լա, դուք կրնակ պատկերացնել այդ փոքր Լիբանանին ինչ կրնա պատահել եւ ոչ թե միայն Լիբանանին, այլ խոսքը այն մասին, որ այդ երկրաշարժը, որ դեղի պիտի ունենա ծովի մեջ, դա պիտի հասնի մինչև Եգիպտոս, մինչև Հորդանան, մինչև Սուրիա
Այսինքն սարսափելի իրավիճակ բնե եւ այս բոլորի մեջ մարդիկ կարծեք թե ամեն ինչ կմտածեն, բացի Աստուծո մասին չեն մտածեր։ Այսինքն երբ որ ես կմտնեմ եւ կտեսնեմ կոմենտները, մեր ժողովրդի կոմենտները այս Թուրքիայի երկրաշարժի վերաբերյալ սարսափելի բան է։ Եվ ուղղակի ես կհիշեմ մեր դիրոջ օրինակները, որ գուդար չէ, գսեր որ ինչ կգարձեք, դուք ավելի արդար եք, քան անոնց, կամ անոնք ավելի մեղավոր են, քան դուք, ոչ կսե, որովհետև եթե չհավատաք, բոլորը տալ պիտի գործվեք։ Այնպես որ, եւ որ այսօր մենք կտեսնենք մեր ժողովրդի այդ կոմենտները Թուրքիայի կատարված երկրաշարժին որպես դժնամական այդ մոտեցումը եւ այլն, դա ուղղակի սարսափելի է, ես վստահ եմ կհասկնաք զիս, բայց շատեր չեն հասկնար, գսեն, չէ, մեր դժնամին է, որ Աստված այսպես արեց, ու Աստված ուրեմն պատժում է նրանց, իրենց արածների համար եւ այլն, լավ մեր արածների համար, մեզ ով պիտի պատժի, միթե մենք անպատիժ պիտի մնանք, Աստված մեզ պիտի չպատժի, միթե մենք ավելի արդար ենք, քան նրանք, ի վերջո մենք այնտեղ նկատի չունենք միայն քաղաքական վերնախավը եւ այլն, եթե երկրաշարժը միայն այդ ինչ անունը Թուրքիայի նախագահին, Էրդողանին եւ իր այդ քաղաքական վերնախավի տակ լիներ միայն երկրաշարժը եւ միայն նրանք վնասվեին, մենք կարող ենք ասել, որ այո, Աստված պատժում է, որովհետեւ իրենք այս արարքներ ունեն, բայց ի վերջո այդ երկրաշարժի մեջ ինչքան երեխաներ գործվեցան, մանուկներ գործվեցան, նորածին մանուկներ գործվեցան այդ փլատակներու դագը, մենք թադավոր չենք, որովհետեւ թադենք մարդկությունը եւ թադենք թե անոնք ինչի համար մեռան, որովհետեւ ի վերջո Աստված արիտ կուտա ամեն մեկ մարդու եւ եթե այդ մանուկները այդ փլատակներու դակ չմնային, օրինակի համար գրնային օրը օրանց ավետարանի խոսքը լսել եւ այդ մարդիկը քրիստոնյա ըլլալ եւ ընդունել քրիստոնեությունը եւ բրգվեին, այնպես որ սխալ մոտեցում է, ես գիտեմ ծեր մեջ չկան այն մարդիկ, որոնք այս մոտեցումը ունին Թուրքիայի մեջ տեղի ունեցած երկրաշարժին, բայց անով հանդերձ ես վստահ եմ, որ դուք կգարտակ նույնպես կոմենտները եւ կտեսնեք թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվի այս հարցի նկատմամբ։ Բայց երեք հետաքրքրական մեկ բան մի իմացա, ուրեմն մեկը ինձի վիդեո մղրգեց, ուրեմն այդ Մարաշ շրջանի մեջ, ուր որ երկրաշարժը դեղի ունեցավ, այնտեղ այդ քյուրերեն մեկը հայկական քյուր մնե։ Ես ուզեցի իմանալ այդ հայկական քյուրը որն է, անունը ինչ է եւ այլն, հակառակ որ նկարներն ալ ինձ գրգեցին, բայց չկարողացա իմանալ, ուրեմն այդ բոլոր քյուրերը վնասվեցան եւ բոլոր քյուրերու դուները ինգան, փլադակ եղան, բացի այդ հայկական քյուրը ոչ մեկ ցեով չվնասվեցավ։ Իր դուներով, իր եկեղեցիով, իր ամեն ինչով մնաց կանգուն։ Դա հետաքրքրական էր, Փառք Աստուծո, ասենք, որ Աստված բահած է այդ շրջանը եւ մենք անոր համար հայեր չենք ունեցած, որոնք վնաս ստացան կամ վնասվեցան նյութապես կամ ֆիզիկապես եւ այլն։ Սա ինչ որ կվերապերի երկրաշարժին վերաբերյալ, բայց ընդհանուր վիճակը ինչպես ցեզի դխուր է, օրինակի համար եւ որ մենք գնայինք այսօրվա իրադարձությունները Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև,
այս բادرազմի առաջ խաղացքը որ գա կամ զարգացումները որ կան, ասոնք նաև շատ վտանգավոր են, որովհետև ըստ երևույթին արձագանքում կերտա ամեն ինչ։ Այսինքն ես վստահ եմ, որ մենք կընթանանք դեպի համաշխարհային երրորդ պատերազմը, որը անխուսափելի է։ Եվ հերու չէ, ես ցես չեմ ուզեր վախցնել, բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի համար։ Եվ այս համաշխարհային երրորդ պատերազմը, որը գսեմ ցեզի անխուսափելի է, դա շուտով լինող բան է, շատ շուտով։ Այսինքն ես չեմ զարմանար նույնիսկ, եթե մենք վաղ առավոտուն արթնանք եւ արդեն պատերազմը սկսած է արևմուտքի եւ արևելքի միջև Ռուսաստանի գլխավորությամբ։ Եվ չեմ ալ զարմանար, եթե մենք վաղը ուզենանք ցեզի հետ կապ հաստատել եւ խոսիլ, մենք կկարողանանք այդքանի ես վստահությունը չունիմ, որովհետեւ այս պատերազմը չի նման իր նախկին պատերազմներու։ Այս պատերազմը պիտի սկսի սայբերական պատերազմով, այսինքն առաջին ռումբը, որ պիտի բայտեցնեն, կամ առաջին հրթիռը նպատակը պիտի լա ամբողջ գաբերը, ինտերնետային գաբերը, հեռախոսային գաբերը, այս բոլոր տեսակի գաբերը գդրելն է, այնպես որ մարդկությունը իրար մեջ պիտի դարանչատվի, մենք գաբի միջոցներ պիտի չունենանք իրար հետ, մարդիկ իրար հետ գաբի միջոցներ պիտի չունենան, սա առաջին քայլն է։ Իսկ երկրորդ պատերազմը պիտի լա, այսինքն այնպիսի նորանոր զենքերով, այնպիսի նորանոր հնարքներով, որ սարսափելի իրավիճակ մնե դիրելու սիրելիներ։ Ես այս բոլորը ինչու համար գուզեմ ցեզի դեղյակ բահել, ես վստահ եմ դուք ալ ձեր աչքերով կտեսնեք իրադարձությունները, բայց կարծեք թե ամեն ինչ մեզի համար դարձած է սովորական, գիտեք, որովհետև իրենք ուզեցին, այսին այդ աշխարհի խավարային ուժերը, իրենք ուզեցին, որ ամեն ինչը սովորական դարձնեն։ Այսին տեսեք օրինակի համար օրինակ մվերցնենք, կորոնան, այդ վիրուսը եւ այլն այդքան մեծուցին, հիմա կորոնան սովորական բան դարձավ, այսօր ալ մարդիկ կան հիվանդանան, մարդիկ կան վիրուսներ կառնեն, մարդիկ կան գմերնին եւ այլն, իրենց աշխատանքը սեղանի դագեն կգադարեն եւ այդ մարդկության բնաչնչումը եւ այդ ոսկե միլիարդի ծրագրի իրականացումը շատ արագ տեմպով հարաճ կերտագոր եւ մենք, այսինքն ինչպես եմ անդարբեր ենք, բայց այսինքն եթե անդարբեր չլանք, ինչ պիտի ինենք, որպես մարդ, եթե մենք անդարբերը լանք, կամ հետաքրքրվածը լանք, ինչ պիտի ինենք, ընելու մենք ոչ մեկ բան չունենք, որովհետև այս ամբողջ իրադարձությունները, որ գտեսնեք, որ կգադարվին, բոլորը ոչ թե միայն մեր ուժերեն վեր են, այլ մեր վերնախավերու ուժերեն ալ վեր են։ Մեր երկրի ղեկավարներու, նախագահներու, պետություններու, չգիտեմ, քեր պետություններու ուժերեն վեր է, որովհետև այն մարդիկ, որոնք այս ծրագրով սպաղված են, գսվի, որ 400 ընտանիք են, որոնք կղեկավարեն այս ամեն ինչը եւ ինչպես որ իրենք կգամենան, այդպես ալ կընթանա, այնպես որ մենք ընելիք չունենք որպես մարդ անհատ։ Սակայն որպես քրիստոնյա մենք ընելիք ունենք։ Եթե ամեն մարդ ընելիք չունի, մենք որպես քրիստոնյա ընելիք ունենք։ Մեր ընելիքն է, որ մենք աղոթենք, որ
Աստված թույլ չտա, որ այս ծրագիրները իրականան։ Եվ որ գսեմ Աստված թույլ չտա, դա կնշանակի նաև անոր խորքի մեջ, այս խոսքի խորքի մեջ կա, որ Աստուծո թույլադու ցերկով է, որ այս բոլոր բաները կգադարվին։ Եթե Աստված թույլ չտա, որևէ մեկ բան չի գնար տեղի ունենալ։ Բայց նաև Աստված է, որ թույլ կտա։ Աստված ինչու թույլ կտա։ Աստված թույլ կտա, որովհետեւ մենք քրիստոնյաներս կոնե որոշ արտնություն ունենանք եւ զարթնենք մեր դեմպիրեն։ Եվ սկսենք աղոթել աշխարհի համար, սկսենք աղոթել մարդկության համար, որովհետեւ միլիոնավոր մարդիկ դեպի գորուստ կերտան առանց Աստված ճանչնալու։ Մարդիկ ընելիք չունին, բայց մենք ընելիք ունենք։ Մեր ընելիքը մեր աղոթքն է ուրիշին համար եւ կարեւոր ընելիք ունենք նաեւ մենք, որ այս բոլորը մեզ թող չհուսահատե, թող մեզ չվհատե, թող մեզ մեր հավատքեն հերացնե, գարչած մնանք մեր հավատքեն։ Այսօր միայն մեր հավատքն է, որ մեզ օգուտ պիտի տա։ Ուրիշ բանը մեզի օգուտ չի գնար տալ։ Այնքան ժամանակ, որ այս աշխարհի մեջ աղոթողներ կան աշխարհի մարդոց համար, դա կնշանակի, որ Աստված այդ մի քանի աղոթողներու խաթրին պիտի դակավին աշխարհը բահե։ Բայց վայ որ այդ աղոթողները չմնան, այլևս Աստված արիտ տալու կարիքը չունենար։ Այս թեմաներով է, որ ուզեցի ցեզի այդ քիչը իմ մտահոգությունը գիսեմ։ Ես ասեմ ցեզի, որ շատ մտահոգ է վիճակը։ Ես մտահոգ եմ։ Այսինքն մտահոգ եմ ոչ թե որովհետև պատերազմներ պիտի լան, ոչ թե որովհետև երկրաշարժներ պիտի լան եւ այլն։ Մտահոգ եմ եւ դխուր եմ մարդկության այս վիճակի համար, այս քաղճ վիճակի համար։ Մանավանդ մեր քրիստոնյաներու վիճակի համար։ Քրիստոնյաները, որոնց համար այս բոլորը պետք է արթնության գոչը լա, եւ պետք է հիշեն, որ մեր Տերը մեզի այսպես ասած էր։ Լավ, դարիներ շարունակ մենք հերու մնացինք, մենք անդեսեցինք Ավետարանի խոսքը, անդեսեցինք Ավետարանի մարգարեությունները եւ այլն, բայց չէ որ հիմա Ավետարանի բոլոր ասածները դեղի կունենան, լավ դա մեզի համար արթնության գոչը չէ։ Թե այլևս դա կարևորություն չունի մեզ համար։ Ինչպես անցյալները մեգում է հետ Սուրիա գխոսեի, ուրեմն այս օժանդակությունները ուղարկելու եւ այլն օգնելու, իմիջիալոց շնորհակալ եմ ձեր բոլոր օժանդակություններու համար, որ վրգեցիք եւ իրենք ալ ցեզ մեզ շնորհակալ են։ Ուրեմն ասավ դերար ջան, ասավ սրանից ավել, այսքի ավելի ասավ բան չկա, վնասելու բանը չունենք ասավ։ 11 տարի ասավ արդեն ամեն ինչը գործընծուցինք պատերազմի պատճառով։ Հետո ասավ երկրաշարժը եկավ, ինչ որ կգարձեինք, որ ունենք, անալ գործընծուցինք, դունը, դեղը, բնակությունը, ամեն ինչը գործընծուցինք։ Ասավ ինչ մնաց ասավ։ Մնաց ասավ, որ Աստված մեր հոգին ալ առնե եւ վերջանանք։ Այսինքն տեսեք, մարդիկ գիտեն, որ գա, այսինքն ինչ ալ գործընծնես, դակավին մեկ բան մը գա, որ քոնն է։ Դու գրնաս ամեն ինչ գործընծնել։ Գրնաս նույնիսկ ընտանիքդ գործընծնել, գրնաս զավակներդ, քույրերդ, եղբայրներդ, ամեն ինչը գրնաս գործընծնել, բայց կա մեկ բան մը, որ չես գործընծնել։
Քանի որ տուն դակավին գաբրիս աշխարհի մեջ, քանի որ այս սիրտը դակավին կփապախե, քանի որ հոգի գա, որմով տուն շունչ կառնես կուտած, այդ կնշանակե, որ դակավին բամ ունիս, հոգի ունիս, եւ այդ հոգին պիտի կա բահը, որ պիտի սավառնի եւ երթա, այն ժամանակ տուն բամը չունիս աշխարհի վրա։ Հետևաբար մեր հոգին ավելի կարևոր է, քան մեր մարմինը, մեր հոգին ավելի կարևոր է, քան մեր ունեցվածքը, մեր ստացվածքը, քան ուտելը, քան խմելը եւ այլն։ Այնպես որ մենք դակավին գործընծնելու բան ունենք, ինչ հալ գործընծուցած ելանք, որ է մեր հոգիները։ Գոնե այդ հոգիները փրկված, մաքուր, սպիտակ շորերով վճնված ելեն թիմավորելու դերը։ Դա շատ կարևոր է։ Այո, սա էր սիրելիներ իմ մտահոգությունները, որ ուզեցի ցեզի հետ կիսեմ։ Միշտ արթուն մնացեք, միշտ աղոթքի պատրաստ մնացեք, ձեր հավատքը թող չթույլնա, ավետարանը ձեր ցերքերեն թող չինա, եթե հանգարց բադահի եւ մենք հուսամ, որ ոչ, հանգարց բադահի եւ մենք այս մի քանի օրերը մեր գաբերը իրար մեջ գդրվին եւ մենք չկարողանանք ցեզի ինչ որ բամը փոխանցել կամ კი անգախ պատճառներով, դուք արդեն ունիք Աստծո խոսքը ձեր ցերքի մեջ եւ դուք սերդեցեք եւ տեսեք թե Աստված ինչ կուզե ամեն օր մեզի ասել այս բոլոր արհավիրքներու մեջ։ Բայց նաեւ ունիք հանաբազորյա հաց հաղորդաշարի քրքերը, չէ, ավետարանի մեկնությունները եւ այլն։ Ամեն օր այս նույն ժամուն, որ մեր հանաբազորյա հացի ժամն է, բացեք ձեր այդ հանաբազորյա քրքերը, հանաբազորյա հացի եւ գարտացեք եւ մենք քոնե այս վիրտուալ գաբը չունենալով հանդերձ մենք ունենանք մեր հոգեվոր գաբը այդ խոսքերու, այդ քրություններու ընդմեջ են եւ մենք միասնական այդ աղոթքը, ուրեմն այդ աղոթքի հոգին, այդ գաբը մենք իրար հետ պահենք։ Չգիտեմ ցեզի դակավին ինչ կրնամ ասել, խորքի մեջ շատ ըսելիքներ ունիմ, ցեզի անցյալին ալսի, որ շատ խոսելիքներ կան, շատ ըսելիքներ կան, բայց ամեն բան չէ, որ կարելի է խոսիլ։ Կարելի է ամեն բան խոսիլ, բայց ամեն բան չէ, որ ամեն մարդ կրնա հասկանալ։ Այնպիսի իրադարձություններ կան, որոնք նույնիսկ այդ մասին մտածելը սարսափ կպատճառի։ Եվ շատ լավ է, որ մենք շատ բան իմանանք, շատ բան իմանալը լավ է, բայց ամեն ինչ իմանալը լավ չէ։ Կամ բաներ, որ պետք չէ իմանանք, որովհետև եթե իմանանք աշխարհի մեջ դիրող իրադարձություններու մասին է խոսքը, եթե իմանանք պիտի սկսենք հարցեր ունենալ եւ այդ հարցերը հաջող մեզի գերնան քայթագեցնել մեր հավատքի մեջ։ Այնպես որ բավարար է ինչ որ գիտենք, բավարար է ինչ որ գտեսնենք եւ այս բոլորը ինչպես ասի իր հիմնական նպատակն է, որ մենք սկաստարանք արթուն ելանք եւ չդգարանանք։ Վաղը ինչ տեղի կունենա մենք չենք գիտեր։ Անաբահով կյանք մի եղած է։ Ոչ մեկը ապահովակրված չէ։
Մարդիկ Թուրքիայի եւ Սուրիայի այդ տարածքներում մեջ կգարձեին, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, այո, մի քիչ սողություն է, մի քիչ դժվար է եւ այլն, բայց կընթանար կյանքը։ Եվ հանգարձակի ամեն ինչ փոխվեցավ, սիրելիներ, կրնակ պատկերացնել հանգարձակի։ Այսինքն մարդիկ խաղաղության մեջ, բարգած, հանգիստ եւ այլն, հանգարձակի մեկ գրոբեվա ընթացքին է, մեկ գրոբե դևեց, կամ 90 վարգյան դևեց, 1.5 րոպե դևեց, եւ մարդիկ հարտնցան, ոչ մեկ բան չունին, եւ երանի թե միայն ոչ մեկ բան չունին, հարտնցան եւ իրենց ամենամոտ բարեկամը չկա, իրենց գողագիցը չկա, իրենց զավակը չկա, իրենց եղբայրը չկա, իրենց հայտնվեցան փողոցները։ Սուրիո մեջ այսօր ընտանիքներ կան, որոնք բարդեզներու մեջ կաբրին, բարդեզներու մեջ գործընծուցին ամեն ինչ։ Նույնիսկ վրան առնելու համար փող չունին, վրան չի կա։ Իրենց շորերով վրաններ սարքած են, դագի երեխաները կտակցնեն եւ կպարգեցնեն։ Սարսափելի բան է, եւ այս բոլորը, այսին ռոբեական, վարգյանական ամեն ինչը գրնա փոխվել մեր կյանքի մեջ։ Այսօր գանք, գրնա վաղը չգանք։ Վաղը չէ, ինչու վաղը։ Գրնանք 1 ժամ հետո մենք չլալ։ Հետևաբար անոր համար այս բոլորը մեզի համար ահազանք է, ասոնք հոգևոր ահազանքեր են, հոգևոր գոչեր են, հոգևոր նամակներ են, աշխարհը ինչպես գնայի այս բոլորին մեզ չի հետաքրքրեր, մենք ինչպես գնայինք, մենք ինչպես պետք է նայենք այս իրադարձություն, անդարբերությամբ, տեսենք, որ մեզի ինչ, Սուրիո մեջ երկրաշարժ եղած է, մենք Եվրոպայի մեջ հանգիստ ենք, խաղաղ ենք, մույսը գսե ես Ամերիկայի մեջ եմ, այստեղ բամը չի հասներ, բայց այնտեղ ալ գսվի չէ, որ այդ Լոս Անջելեսի, այդ Կալիֆորնիայի այդ շրջանը գսպասե չրհեղեղի աղետմը եւ թագերնա ամեն 1 րոպե պատահել եւ որ հիմա սկսան այս բոլոր երկրաշարժները միասին Ճապոնիան այսօր, 3 Պարսկաստանը, չեմ գիտեր Սուրիան, Թուրքիան, Պալեստինը, Հորդանանը, այս բոլորը սկսան։ Ուրեմն ամեն տեղ կսկսի գոր, ուրեմն ուժ մգա հավանաբար, որ այս բոլորը կշարժեցնե։ Ես ցեզի անգեղծս եմ, ես չեմ հավատար, որ սա միայն բնության դված աղետն է։ Ես ասոր կգասկածիմ, պես բնության դված կամ պատճառած աղետն է։ Բնությունը մեկ անգամ են հիշեց, որ այս բոլոր դեղերը պետք է երկրաշարժելա։ Ուժեր կան, որոնք կորձեն այս աղետները, այս ավերները։ Օրագավար քանի օր է ես կհետևիմ այս լուրերուն տեսնելու համար, թե այս երկրաշարժի պատճառը ինչ է։ Մինչև այսօր գիտնականները չեն գերնար մեկնաբանել, թե այդ երկրաշարժի բահին այդ գաբույտ լույսը, որ ջարակայթի նման կփայլադագե, ինչ է այդ գաբույտ լույսը։ Երկրաշարժը ինչ գաբույտ լույս, ինչ գաբ ունի գայծակի հետ։ Արժե այդ մասին մտածել, չէ։ Որտեղ են այդ գաբույտ լույսերը, այդ գայծակները, որտեղ են եկան, որտեղ են ելան։ Գիտնականները բացատրություն չունին։ Անհամար գսեմ։ Մենք գիտենք, մենք չենք գիտեր, ան ինչ է, ինչպես է։ Բայց Աստված մեզի միտք տված է, որ մենք մտածենք
Այսօր ուրիշ բաներու մասին կխոսվի, չէ։ Հիշեք անցյալ օրը ցեզի խոսեցա UFO-ի մասին, այդ այլ մոլորակային մարդոց մասին եւ այլն, որ հեքիաթ էր։ Ես ալ բատմած ադենս չէի ուզեր բատմել, որովհետեւ շատ էր որպես հեքիաթ պիտի ինգալեն։ Այսօր կբացահայտեն, որ այո գա եւ այդ ուսումնասիրությունները գնեն եւ դակամին ուրիշ բաներ ալ գա, որոնց մասին չեմ ուզեր խոսիլ։ Միտե անոնք են, բայց անոնք ով են։ Անոնք ալ այս մարդկության սարկածներն են, դրածոներն են, որբեսի օրմը ինչ որ ալ լա, մենք չենք, UFO-ներն են։ Աստված օգնականը լա մեր սիրելիներ, եկող օրերը հղի են իրադարձություններով, լավ չէ վիճակը, դխուր է վիճակը, մենք միայն գրնանք աղոթել, որ Աստված բահե եւ բահբանե բոլոր մարդկությունը, Աստված ողորմի բոլոր մարդկությանը, ողորմի այն իմաստով ոչ թե որ իրենց կյանքերը իրենց մեջ խլվին, այլ ողորմի իրենց որ կոնե իրենք ճանչնան ճշմարտությունը, ճանչնան Քրիստոսը, ապրին Քրիստոսով եւ հետո ինչ որ պիտի ելա, որովհետեւ առանց Աստծո գամքին մեր գլխի մազերն իսկ հաշված են, չէ, ոչ մեկ բան չի գտնալ։ Եթե Աստծո թույլտվությամբ է, որ այս բանը պիտի ելա եւ մենք պիտի աշխարհը մեկնենք, բոլոր բարականերում մեկնելու ենք։ Տեսնեմ, դադար մարնեմ էլ է, եւ տեսնեմ ուրիշ ինչ կետեր կան, որոնց մասին գուզեմ ցեզ հետ կիսել, բայց կարծեմ թե ընդհանուր առմամբ այս էր բարձրապես արթնության գոչ էր եւ ուզեցի որ դուք արթուն մնաք, հոգեվոր մեր գաբը թող ամուր մնա, նույնիսկ եթե այս ինտերնետային այս միջոցը, որ մեր միակ միջոցն է իրար հետ հաղորդակցելու, եթե սա գդրվի, մեր հոգևոր գաբը չգդրվի եւ ամեն առավոտ 7-ին մեր աղոթքի բահին, մեր սերդողության բահին, եւ որ ես գարտամ իրքը, պիտի հիշեմ Ռոման քաշը, որ գսե չմոռնաք լայքել եւ պիտի ծիծաղեմ, պիտի ասեմ Ռոման քաշ, հիմա ում ես ասում, չմոռանաս լայքել։ Բարի, գաշ տատար մարնենք եւ տեսնենք, եթե ուրիշ սելիք մունին ցես։ Հետո սիրելիներ մեկ այլ գետ ալգա կարևոր գետնը։ Այո, ճիշտ է, որ սիվոր մենք պետք է մշտական աղոթքի մեջ լանք աշխարհի խաղաղության եւ այլն։ Բայց նաեւ մենք չմոռնանք, որ մենք ապաշխարության շրջանի մեջ ենք։ Այս ապաշխարության շրջանն ալ օգտագործենք, եթե ինչ-որ մեղք մը գա, եթե ինչ-որ սխալ մը գա, որ կատարած ենք մեր կյանքի մեջ, եւ մենք դակավին անեգա չենք խոստովանած, չմոռնանք այս ապաշխարության շրջանը, թող իսկական ապաշխարության շրջանը լա այս մեծ բախքը, եւ թող արիթը լա մեզի, որ մենք մաքրվենք մեր բոլոր անցյալի մեղքեր են, որոնք գործած են։ Անշուշտ այն խոստումը, որ անգամ եւս միևնույն մեղքը գործենք։ Այո։ Տեսնեմ ուրիշ ինչ կհիշեմ ցեզի իսելու, ծեր քրարումները կգարտամ եւ կտեսնեմ, եթե փամը գա Վերարջան դխուր է լսել այս իրավիճակի մասին, ասված խոսքերը, սակայն ինչ էլ որ լինի, մենք միշտ կաղոթենք մեկի համար, դեր հանրաբազորյա խումբի բոլոր անդամների համար եւ ամբողջ աշխարհի համար։ Գսե Համես Սահակյանը։
Դեր իմ Աստված իմ մեր բահես մեր զավակներին, մեր հայացքին, մեր կած զինվորներին եւ մեր Տեր Արմենին շնորհակալություն Ժանա ջան։ Հիմա Մգրտչյանը գսե Տեր ջան դխուր ենք աշխարհի համար, բայց ուրախ ենք սրտով, Տիրոջը շուտով հանդիպելու հույսով։ Աստծուն հավատք ունենք ոչ թե մեր վրա, այլ Աստծո անսահման ողորմության վրա, փառք մեր ողորմած Տիրոջը համար, այո, անշուշտ է մենք դխուր ենք, ինչպես ասի, որ յանքեր կգործվին եւ առանց ապաշխարության գերտան, առանց Քրիստոսի գերտան, բայց նաեւ մենք այս բոլորի մեջ նաեւ կտեսնենք, որ այս դխրության յետև մեկ ուրախություն մը գա։ Եվ ես ցեզի հաճախ կսեմ, ովքեր որ գնեղվին այս իրավիճակեն, այս մարդկության անդարբերությունեն, մեղքեն, բանեն, շատ մի նեղվիք, շատ չմնաց, երկար ճանապարհը գդրեցինք, ինչ մնալ համբերեցեք, ինչպես որ հայտնության գրքի մեջ գսե չէ, գսե սուրբերու հոգիները գսե այդ զոհասեղանին արջև գաղագեն եւ գսեն դեր մինչև երբ այս անարդարությունը, գսե երբ մեր վրեժը պիտի առնես երկրի չար բնակիչներեն եւ գսե հրեշտակ իրեն գսե որ քիչ մնալ համբերեք մինչև որ դեր մույս եղբայրներն անգան միանան այստեղ այպես որ քիչ մնաց շատ չմնաց Սիվա Մգրտչյանը գսե աղոթենք սիրեներս մինչև մեր վերջին շունչը հավատարիմ մնանք մեր Տիրոջը անսասան յուրաքանչյուր փորձության մեջ Սուրբ Հոգու իջիր մեզ վրա եւ նորոգիր մեզ քո շնորհներով ամեն Մարդկանց դանից բայսագով ոսկեղեն են հանում, բայց մարդիկ չկան։ Անու համար ավետարանը գսե հավաքու հավաքածդ որու պիտի մնա, այս գիշեր քո հոգիդ պիտի առնեմ։ Դխուր է եւ ցավալի գսեր ունի Արտևոսյան Աստված չանի մեր գաբերը գդրվեն, ուզվեցինք Տեր ջան, ենք պատկերացնում առանց հանաբազորի հացի Աստված ջան բահբանիր եղիր եւ ներիր մեր մեղքերը։ Այո, հուզի չէ, դա Աստված, որ այսպես չլինի, բայց ես մի բան գիտեմ, նրա համար եմ ասում։ Բարի լույս, բարի առավոտ սիրելի ընտանիք, Աստված բահբան մեզ բոլորիս, մեր ընտանիքներիս առողջություն, հիվանդներին, աշխարհի խաղաղություն։ Ռոմանգաշը գսե Տեր Արմեն դուք խոստացել եք, որ հայտնության գիրքը պետք է վերջացնենք մինչև երկրորդ քալուստը լալը չէ, այսպես ասած եմ։ Պիտի վերջացնենք, քոնե մենք սկսանք միասին եւ հետո հոգիով մենք իրար հետ գշարունակենք ընթերցել եւ արդեն դուք աշխատասեր աշակերտներ եղաք, Ռոմանկաշ 4 տարի է, 5 տարի է, ինչքան է մենք միասին գսերդենք եւ գսերդենք։ Ամեն ինչը բարձ դարձավ, ես կգարձեմ, որ հազիվ այլևս մենք որևէ մեկ համար մգարտանք Սուրբ Գրքի մեջ ամիջավես պիտի հիշենք, թե ինչ խոսած ենք տարբեր թեմաներով եւ պիտի գաբենք եւ պիտի վերլուծենք։ Դա Աստված, որ այսպես չլա, բայց գաբի ցև մը գտնենք անպայման։ Եթե գաբերը ընդհանրապես չմնան, գկամ Հայաստան եւ մեր Հայաստանի հանրաբազորիա հացին այնտեղ թյուրուն է հավաքել, պերան, հետո միտեղ գավակվենք։ Բայց դու Ամերիկա ես Ռոմանկաշ, քեզ ոնց պիտի բերենք։ Սուզանան գսե ամեն թող մեզ համար ոչ մի բան արգելք չդառնա մնալու հավատքի եւ Աստուծո հետ։ Տեր Աստված ողորմիր քո Սուրբ աչքի հովանի ներքո բահե բոլորիս։ Դեր ջան գարտում ենք մենք ամբողջ օրը ծեր հետ ենք անցկացնում։ Աստված բայեցես։ Տեր ջան ծեր աղոթներ թող միշտ մեզ հետ լինի։ Վարդանուշ Հովանեսյան Տեր ջան երկրորդ երկրաշարժի ժամանակ որ հայտնեց հայկական շատ եկեղեցի է վնասվել, ես շատ
լացեցի Փարք Տիրոջը, որ այդ քյուղինը պահպանված է։ Մենք մեր գաբերը հաստատենք Աստծո Սուրբ Հոգու հետ անդադար աղոթքով միացած երկնային Wi-Fi-ին, քանզի երկնային Wi-Fi-ին, այս ինչ լավ է ասի, այս երկնային Wi-Fi, այդ լավ էր։ Քանզի Աստծո ուսացող երբեք ամոթով չի մնա, երկինքը մեր սիրտը եւ մեր դունը բերենք, Աստծո զորքին կանչենք մեզ համար, ամեն։ Նվարդը գսե, երկներիցս ոչ մի բան չի կա, նստենք, սպասենք, ինչ կլինի, միայն աղոթենք Տեր ողորմյա եւ կտա մեզ։